Օրինակ լաթիկը տորեմ ցույց տվել Նիկոլ Փաշինյանին ասել եմ տպավորությունն է, որ Հայաստանի անունից սա է բանակցում։ Չեմ կարող նենց ոնց Ռուբինյանը ատում ՀՅԴ-ին որևէ բան ատել։ Դաշնակցությունը ԿԳԲ-ի գործակալ է։ Եթե մեկը կա որ խաղաղությունից է խոսում, ընդդիմությունն է։ Եթե պատերազմը վերող հայտարարություններ կա, այդ արել է ԿՊ-ն։ Եթե ապագայի պատերազմների առիթ տվող կա, հիմա անում է դա ԿՊ-ն։ 18-ի վերջին արդեն կուսակցական դառնալու որոշում կայացրեցի, իմ համար դա ծանր որոշում էր, գիտակցված էր, ամուսնանալու պես մի բան էր։ Ինչ չի որ գոռում եմ, ագրեսիվ չեմ կյանքում։ Ողջույն Արմլուր լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այսօր մենք զրուցելու ենք Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Ողջույն Տիկին Վարդանյան։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Վարդանյան, ի սկզբանե հյուրերին խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև փորձում ենք նաև ձեր կերպարը բացահայտել ժողովրդի հարցերի շրջանակներում։ Փորձենք։ Տիկին Վարդանյան, երբ ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը, նկատեցի, որ ձեր քաղաքական կարիերան սկսվում է 2018 թվականից, ավելի ակտիվ գործունեություն եք իրականացրել։ Հետաքրքիր է դա համընկավ այդ հեղափոխության ժամանակահատվածի հետ, թե որոշել եք մեկնարկը հենց 18 թվականից սկսել։ Ճիշտ հակառակ իրականում, նախ չգիտեմ ինչքանով հնարավոր կարիերա անվանել, չեմ կարծում որ այդպես, բայց ինչ է տեղի ունեցել։ Ես մինչև 18-ը աշխատում էի մասնավոր սեկտորում, շատ ինձ հարազատ ոլորտում, հոգեհարազատ եւ սիրված աշխատանքում, փորձառություն էի անցնում Եվրոպական խորհրդարանում եւ Դաշնակցության երիտասարդականի անդամ էի, անգամ որոշում չունեի կուսակցական դառնալու, որովհետեւ Դաշնակցական ընտանիքից չեմ եւ ուսումնասիրում էի կառույցը։ 18 իրադարձությունների ժամանակ Հայաստանում չեմ եղել, ճիշտն ասած, բայց ակտիվ կռիվների մեջ եմ եղել հեռակա ընկերների, ծանոթների հետ, բայց 18 իրադարձությունները երբ որ չսասանեցին իմ պատկանելությունը քաղաքական առումով, ես հասկացել որ ոչինչ չի կարողանաս ասանել եւ խոշոր հաշվով հենց այդ առումով, բայց հակառակ իմաստով ցույց տվեց իմ պատկանելությունը քաղաքական իմաստով 18 իրադարձությունները ու ցույց տվեց որ ես ճիշտ հակառակ բևեռին եմ պատկանում, այդպես 18-ի վերջին արդեն կուսակցական դառնալու որոշում կայացրեցի, իմ համար դա ծանր որոշում էր, գիտակցված էր, ամուսնանալու պես մի բան էր խոսքով 6 տարի տատանվում էի եւ ինչի շուրջ Տիկին Վարդանյան, ինչն էր ձեր։ Նախ շատ լուրջ էի մոտենում կուսակցական դառնալուն, ես կարծում եմ դա պետք է անել մեկ անգամ կյանքում։ Ես տվել եմ բոլոր այն հարցերը, շատ ավելին, որոնք տալիս են մարդիկ Դաշնակցությանում, ստացել եմ պատասխանները, անկեղծ եմ ասում, բոլոր հարցերը եւ ես կառույցին ծանոթացել եմ 0-ից, դրսի հայացքից ու այդպես ինձ ստացել եմ հարցերի այնպիսի պատասխան, որը ինձ ոչ միայն բավարարել է, այլ համոզել է, որ այս կառույցով կարող ես ծառայել քո ժողովրդին, քո երկրին։ Իսկ 18-ը ինչու դարձավ այդպես այնպես ստացվեց որ քաղաքական ակտիվության որևէ նպատակ կամ կարիերայի բան չկար։ Ուղղակի 18-ից կատարվեցին այնպիսի իրադարձություններ, որոնց մենք ընկերներով անդադ հավաքվում էինք ու խոսում էինք, որ սրան պետք է արձագանքել, ախր սրան պետք է արձագանքել, սրան պետք է ասել, այս թեզը պետք է հնչեցնել, ու ակնկալիք էր, որ ինչ որ մեկը կա, որ դա կհնչեցնի, քաղաքացիական հասարակություն կա, չգիտեմ, տարբեր դերակատարներ, բայց հետո պարզվեց չկան։ Ու եթե ուզում ես հնչի ինչ որ բան, եթե ինչ որ բանին դեմ ես, ստացվեց այնպես որ դու էլ պիտի անես ու այդպես ստացվեց ի պանիսլո այսպես ստացվեց որևէ կանխամտածվածություն չի եղել հետո գնալով չստացվեց ավելի քիչ որտեվ այնպիսի բաներ կատարվեցին որոնց արդեն արձագանքելը քիչ էր պետք էր հնարավորինս պայքարել դրանց դեմ գնալով այդ երևույթները ավելացան ու այնպես ստացվեց որ չստացվեց աշխատանքով զբաղվել ու դրանով զուգահեռ չստացվեց ընդհանրապես որևէ այլ բանով զբաղվել ու այս ամբողջով զուգահեռ ու այդ գիտակցումը որ բաներ կա պետք է հնչեցնել, բաներ կա որոնց մասին պետք է խոսել ու խոսել են ձևով որը պատկերացնում ես դու այդպես ստացվեց առնվազն իմ ներկայությունը այս դաշտում Տիկին Վարդանյան ձեզ նաև մենք հիշում ենք փողոցային պայքարի ժամանակահատվածում բայց փողոցում անընդհատ պայքարել եք ինչ որ եզրույթների դեմ, չգիտեմ, իշխանության վարած քաղաքականության դեմ, բայց անընդհատ իշխանությունը շեշտում է որ դուք ԿՊԱ-ականները հիմնականում իրենց դեմ եք, հա, պայքարում, անձի դեմ եք պայքարում
պայքարում։ Ոնց հանրությունը հիշի ձեզ։ Գաղափարի թե քպականների դեմ պայքար։ Կարող է չհիշել, չեմ կարծում ինչ-որ հանրության համար այդպես շատ կարևոր է հիշել դրվագները, բայց անձի դեմ ինչ ունեմ ես անձի դեմ, ինչ կարող եմ ընդհանրապես ունենալ։ Ես խնդիր ունեմ երևույթների հետ, որոնք իրենք մարմնավորում են։ Հիմա ես ԿՊ-ից ես սպառնալիք եմ զգում, այդ թվում նաև անձնական մակարդակի առումով, որ ոչ թե ֆիզիկական հաշվարկներ կտեսնեն, բայց իրենք խոչընդոտում են բոլորիս ներխուժել են անձնական կյանք, այսինքն պլանավորում չեն կարողանում իրականացնել, ուղղակի ինչով ուզում ենք չեն կարողանում զբաղվել, որովհետև իրենք անում են ինչ որ անում են։ Ուզում եմ ասել, եթե այս անձնական է այս պայքարը, այդ իմաստով իմ համար նաև անձնական է։ Իսկ ես իմ համար խնդիր են եղել միշտ երևույթները, ասենք եկամտահարկի համարտեցման դեմ պայքարը ինչ կապ ունի անձի դեմ Բաբկեն Տունյանի դեմ չէր պայքարը, սխալ էր մոտեցումը եկամտահարկի համարտեցումը, կամ երբ որ փոխում էին կրթական չափորոշիչներով ֆինանսավորման մասին էինք խոսում, կրթության առաջնահերթ ֆինանսավորման արդեն չեմ հիշում ժամանակով էր ԿԳՄՍ նախարարը, անկեղծ չեմ հիշում Դումանյաններ կարծեմ։ Իրոք Արայք Հարությունյանն էր, ոչ չեմ հիշում։ Արայք Հարությունյանի դեմ չէր հաստատ ինքը վերածեց դա ինչ-որ անձնական խնդրի։ Ուզում եմ ասեմ Ժաննա Անդրեասյանի դեմ չէր։ Իրենք բայց փոխվում են, քաղաքական գիծը չի փոխվում, եւ որ ԿՊԱ-ականների համար չգիտեմ, կարող անակնկալ լինի, բայց ես կարծում եմ, որ երիտասարդը պիտի ունենա քաղաքացիական դիրքորոշում, ես Հայաստանում իրականում մինչեւ 18-ն էլ շատ մեծ քանակի ցույցերի մասնակցել եմ մի մասը, որ տեսնեմ ինչ է կատարվում, մի մասը ինձ շատ հոգեհարազատ են եղել այդ պահանջները, մի մասը կարծել եմ, որ անարդար է, որ այդպես են անում կլինի քաղաքում կարևոր շենքի պահպանությունից մինչև էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաներ, ընդհանրապես ես կարծում եմ երիտասարդը այդ բանը պիտի ունենա։ Հիմա եթե իրենք ուզում են պիտակավորել, որ այ մեր դեմ է պայքարում, ձեր դեմ պայքարն է բան չի իրականում։ Դուք եթե չլինեք, որևէ այլ քաղաքական ուժ Հայաստանում չի արել այն ինչ որ դուք եք արել։ Հենց որ դուք որ չլինեք, արդեն շատ բան կփոխվի, բայց չէ, իմ խնդիրը իրենց անունազգանունները չեն, խնդիրը այն գիծն է, որը իրենք տանում են Հայաստանում 2018-ին գիծ է փոխվել, ես կարծում եմ, որ այդ գիծը պիտի փոխվի այլ ուղղությամբ։ Ամեն դեպքում մի տենց թիրախավորում տեղի ունեցավ Սոնա Ղազարյանի դեպքում, երբ որ հղի էր, անդադ այդ դեպքով հիշում են, զղջում եք այդ դեպքը։ Ախր հղի չէ, հիմա դարձավ Սոնա Ղազարյանը հղի էր, հետո դարձավ կերակրող մայր էր, հետո բնավ ոչ հղի էր։ Հետո ես կներեք, ես չեմ կարող իմանալ Արտակուստովա հղիով չի, ոչ ես ինչ եմ արել, որ զղջամ, նկատի ունեմ Սոնա Ղազարյանի ստացվեց, որ ես հարձակվել ես սպանել եմ Սոնա Ղազարյանին։ Ինչ էր տեղի ունենում այդ հանրության նոյեմբերի 9-ից հետո տեղի էին ունենում ցույցեր եւ ԿՊԱ-ական падգամավորներից պահանջում ենք պատասխաններ իրենց լռության կամ հայտարարությունների համար։ Ու չգիտեմ ոնց են այդպես կանանց իրավունքներից խոսողները, որ հավասարություն պիտի լինի պահանջում, որ ինչ են պահանջում, որ իրենց պիտի չմոտենանք որտեղ որովհետեւ կին են։ Նախ Սոնա Ղազարյանը հղի չէր, հետո բան արեցին, որ նոր կերակրող մայրը հոգեկան ցնցումների մեջ է ընկել, իսկ իրենց արարքների պատճառով հոգեկան ցնցումների մեջ մենք չենք ընկել։ Այսինքն ոնց կարելի է անել են ինչ որ արել ես, այն հայտարարությունը ինչ որ արել ես, արհամարական կամարանքով վերաբերվել ու հաշվետվություն չներկայացնել ժողովրդին ու ակնկալել որ քո ցույցել չլինի։ Պաստար ես բարձրացնում իր դեմ, ասում են մեր հոգեկանը ցնցվել է, բանը հարձակում է տեղ ունեցել։ Բանը, այսինքն եթե հարձակվել եմ ես Սոնա Ղազարյանի վրա, ինչի ես ինչ հիմա բանտում չեմ։ Եթե այդ իրանց դեմ ցույցը, իրանց հոգեկան տվայտանքները պահանջել, ես կարամ ներողություն խնդրեմ, դա չի իմ, այսինքն տեղ որևէ խնդիր չունեմ, բայց իրանց արարքների համար իրանք ներողություն երբ են խնդրելու։ Ի վերջո Սոնա Ղազարյանը հայտնի է որպես ԱՄՆ ջատագովներից մեկը։ ԵՄ-ում տեսել են ինչ ցույցեր են տեղ ունենում։ Ես իրոք դրա համար կարծում եմ այս մարդիկ, որ ԵՄ-ից են խոսում, արևմուտքից են խոսում, ուղղակի չեն տեսել ցույցեր, այսինքն տեսել են օրինակ բնապահպանները ոնց են բողոքում, օրինակ կենթանական մորթի կրողների դեմ։ Ինչեր են լինում ներք, արյուն, չգիտեմ, ինչ հասել շպրտվում է եւ ում մտքով է անցնում որ դա ակցիայի շրջանակներում Անահիտ Ավանեսյանի դեպքով դուք մտաք ու նկարներ շպրտեցիք, դա էլ թեժ քննարկում։ Հա ես ասում եմ այնպես որ այդպես ամենառեզոնանսային ակցիաներն եմ իրականացրել, դրա համար պատասխան ենք պահանջում։ Մենակ սա ինչի Սոնա Ղազարյանի այդ օրը ԱԺ մուտքի մոտ դիմավորել ենք ով դուրս է եկել, ով իրենց դիրքորոշումն է հայտնել, շնորհակալություն ենք հայտնել։ Ես այդ ժամանակ Թագուհի Թովմասյանին չէի ճանաչում, բայց հանդիպել ենք, ասել ենք շնորհակալություն ձեր դիրքորոշման համար սկզբունքային։ Մնացած ովքեր դուրս են եկել, ասել ենք ինչու սենց եղավ։ Արմեն Խաչատրյանի հետ է ավելի սուր բան եղել։ Հիմա եթե իրենք երբ իրենց պետք է պաշտպանվում են նատակով, մենք կինենք մեզ մի կպեք, հետո ասում են հավասարության նշանտրեք, ես դա չեմ ընդունում։ Եթե ես էլ անեմ այն հայտարարությունը, որ Սոնա Ղազարյանն է արել, այն արարքները, որոնք ինձ թիմն է արել, իմ դեմ էլ պիտի ցույց անեն ու դա բնական բան է։ Ու գիտեք, այս բանը, այս նարատիվը ցույց է տալիս, ճիշտ ասած, իրենք փորձում են
իմ դեմ օգտագործել, բայց հոգուտ ինձ նարատիվ է, որովհետեւ ցույց է տալիս, որ ես պայքարել եմ անկախ նրանից պատգամավոր եղել եմ, թե չեմ եղել։ Ես այդ ժամանակ սովորական քաղաքացի էի ու ոչ երաշխիք ունեի, ոչ ագրգռվածություն ունեի, բայց ես կարևոր էի համարում իմ դիրքորոշումը արտահայտել ու տենց բազմաթիվ դրվագներ կան։ Անահիտ Ավանեսյանի դեպքում դա դիմադրության շարժման ընթացքում էր, երբ մարդկանց վրա ռումբեր էին գցել եւ վիրավորներ ունեինք, որոնց հիվանդանոցում այցելել էինք։ Անահիտ Ավանեսյանը առողջապահության նախարարն էր, միջև էլ էր ցույց տեղ ունեցել Անահիտ Ավանեսյանի դեմի դեպ, միակ կառույցը էլի ցավոք սրտի, որ ցույց արեց այն սարսափելի պատկերի դեմ, որ եղավ Դաշնակցության երիտասարդական միությունները, ես երիտասարդականի անդամ էի պատերազմից անմիջապես հետո, ես իրականում կարծում եմ, որ դա նոր անկախ Հայաստանի ամենասարսափելի պատկերն է։ Գիտեք ինչի, որովհետև պետությունը ամեն դեպքում մի ուղերձ փոխանցել է մեր ժողովրդին, հաշվի առնելով որ պատերազմական իրավիճակում գտնվող պետություն ենք, անդադիրա զավակներին ասում է հայրենիքը պետք է պաշտպանել, մի ուղերձ փոխանցել է, որ եթե քո հետ ինչ-որ բան պատահի, քո ընտանիքը նախապահով կլինի, հետո մենք ամեն ինչ կանենք, որ դու գոնե գերեզման ունենաս, արժանապատիվ հուղարկավորվես։ Մենք դիվերսիա ենք արել, գնացել ենք, բերել ենք մարմիններ, չեզոպգոտուց ենք անել, կյանքեր վտանգելով, բայց դա եղել է մի բան, որը անքննարկելի է եղել։ Այդ պատկերի այդ պատկերը ուղղակի ուղերձեր, որ մեր համար նշանակություն չունի դուք ինչ եք արել պետության համար։ Մենք ձեզ հետ վարվելու ենք նենց, որ դուք ոչինչ չեք արել, դուք նշանակություն չունեք։ Ես դրանից ամենաշատն էի ազդվել, ամենասարսափելի պատկերն եմ համարում Հայաստանի Հանրապետության, դրա դեմ ցույց եղել էր ու ես հիշում եմ, որ պաստառ ունեի դուք մարդ եք, որտեղ իմ համար դա գիծ էր, որ մարդկայինը հատում է ու դրանից հետո առնվազն հրաժարական պիտի լիներ, բայց մենք ինչ ունեցանք, ներողություն, այո, ես եմ պատասխանատուն եղել այդ պատկերի, բայց չեմ հեռանում։ Լավ, դա այդպես մնաց ու հետ նույն նախարարը, որ 2022-ին մարդկանց վրա ռումբեր գցեցին, վիրավորներ կային, առողջապահության, հասկանում եք, իր մարտականությունն այցելել այդ մարդկանց համազորել լավ էր, հաջորդ օրը ոստիկանների գործողությունները ողջունող հայտարարություն արեց։ Ես չգիտեմ, իսկապես ես չգիտեմ ոնց կարելի է դրա հետ հաշտ լինել ու մենք մի քանի գործընկերներով երկու խմբակցությունների ուղղակի քննարկեցինք, որ այս հայտարարությունը գործողությունը չի, այս հայտարարությունը անպատասխան պիտի չմնա։ Ուղղակի անպատասխան պիտի չմնա։ Ինքը պիտի իմանա, հասկանում եք, այդպես անպատասխանատու հայտարարություն անող մարդը պիտի հաջորդ անգամ մտածի, որ եթե ես սա անեմ, կարող է լայվով հետևիցս գան, կարող է ակցիա լինի, 10 անգամ մտածի, որ տենց բան էլ չանի։ Մենք գնացինք, առաջի անգամ էի չնքում, բարդ շենք էր, չգիտեմ ոնց գտանք այդ բանը լայվով հետևել եք, ես վերցրել էի այդ պարկերի նկարները, որի համար ինքը պատասխանատվություն էր ստանձնել։ Այդ օրը ոչ մի հերոսի նկար չի պատրվել, բնական որ ոչինչ չի պատրվել եւ իր վրա չի նետվել։ Քանի որ այդ վերջի ինչ որ նախատեսված բան չէր, ակցիաները ընդհանրապես սպոնտանել են լինում, դա քսերոքսով տպված, բայց այդ պարկերի նկարներն էր։ Ու այդ պարկերի նկարներն իրեն ցույց են տրվել, որ դուք սրա համար եք պատասխան, դուք սրա համար մտածեք, ինչ ոստիկանության բաները ողջունելու։ Ես ոչ միայն չեմ զղջում դրա համար։ Դա բան է, որը իմ խիղճը գոնե հանգիստ է այս տարին ընթացքում, որ որտեղ կարողացել եմ, ինձնից կախված արել եմ, մարդկանց իրականությունը ցույց տալու, զսպելու, որովհետև հա պաշտոնյան պիտի իմանա, որ եթե իր հետևից օրենքը չի գալի, գոնե քաղաքացիներ գալու են, գոնե ինչ որ պատասխանատվություն հանրային, գոնե պարսավանք բան անելու։ Հիմա ստացվել է այնպես, որ ինչ որ դեպքերում դու ես վերցրեք հովրա այդ ամբողջ արտահայտել բանը, բայց դա էլ հենց պատասխանատվությունն է, դա էլ հենց հանգամանքից եկող պատասխանատվությունն է, դա էլ հենց ասում եք, Չանցյանը պետք է արթնացնել, բա ոնց է արթնացնել, եթե ռեզոնանսային բաներ չես անում։ Ես փուչիկ եմ տվել Վահագն Խաչատրյանին, ասում եմ, որ դուք ես փուչիկը վտանգող բանն եք, խորհրդանիշն եք, ես Սպիտակ լաթիկը տորեմ ցույց տվել Նիկոլ Փաշինյանին, ասել եմ տպավորությունն է, որ Հայաստանի ամնիստիա է բանակցում։ Այդ ամենը ինքնանպատակ չի արվել է հանրությանը մեսեջ հասցնելու համար։ Տիկին Վարդանյան, ամենահամարձակ падգամավորներից եք նաև խորհրդարանում, որ պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, ամեն անգամ ելույթներ եք ունենում, օրինակ Ալեն Սիմոնյանի հետ կռվի եք դուրս գալիս, նույնիսկ մի անգամ Սիմոնյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող է նույնիսկ թքել ազգային ժողովում իր դեպքը հաշվի առնելով, գիտենք, որ միջադեպ է եղել։ Կա ինչ-որ մի պահ, որ դուք ասում եք, մասին չէր, չէ՞, բայց ասաց, որ միջադեպ տեղի ունեցավ, ասեցիք կարող է թքեք, ինքն էլ ասաց, գուցե չեմ բացառում, որ անհրաժեշտություն լինի այդ դեպքում։ Դե Ալեն Սիմոնյանն հիմա կարող է կարելի է սպասել։ Ինչ որ պահ լինում է, որ ասում եք Քրիստինե, այստեղ պետք է ստոպ տալ։
չկա այդ ոչ թե այտենց անվախությունա բան, եթե այտենց մտածես, ոնց ես որոշելու, ամեն անգամ այդ սահմանը առաջ է գալիս, այդ շատ հայտնի բանը կա, չէ, պատմությունը կա երկու Ֆորմուլա 1-ի վարորդների, եթե չեմ սխալվում, մեկը Շումախերն է, մյուսին չեմ հիշում, որ մրցավազքի են դուրս գալիս, այսինքն պետք է վազանց կատարի, ասում ես գիտեմ, որ Շումախերը կստեղմի արգելակներին, որովհետև ունի ամուսնացած է, ունի երեխաներ, իսկ ես չունեմ։ Հիմա կարող է դա է, որ այսինքն ավելի տարիքի բերումով, կարող է չունես երեխաներ, չունես ոնց որ սեփական ընտանիք, գուցե օբյեկտիվ է նկատի ունեմ, եւ որ շատ ավելի երկար չես մտածում, շատ ավելի ինչ որ հետևանքների մասին կարող ես չմտածել, եւ դա բնական է, կարծում եմ ինչ որքան տարիքը ավելի երիտասարդ, որքան ավելի ազատություն, այնքան ավելի կարող է լինել համարձակություն, բայց եթե դու մտածես հիմա այս ասեմ իմ համար վատ կլինի, այսենց ասեմ, որ իմ համար վատ չլինի, այդ ինքնագրաքննությունը քեզ կարող է հասցնի, որ ավելի լավ է ոչինչ չասեմ, որ հանկարծ որևէ բանի չլինի։ Այդ առումով չէ, բայց երկար մտածել ինչի ոնց ասել, որ ավելի տեղ հասնի, դա միշտ։ Այսինքն եթե ես որևէ բան օրինակ արել եմ 5 տարի առաջ, ասել եմ հիմա չեմ ասում, դա նրանից չի, որ մտածում եմ համար լավ կլինի, թե չէ։ Մտածում եմ մարդիկ գուցե հոգնել են այսպես լսելուց, պետք է այսպես ասել, պետք է այսպես ձևակերպել։ Գուցե եթե մի քիչ ավելի ցածր ես խոսում, հանգիստ ես խոսում, մարդիկ ավելի լավ ընկալեն։ Այսինքն մենակ հանրային արձագանքի տեսակետից եմ դա նայում։ Մնացածը իմ դեվիսը, արա ինչ քեզնից կախված է, ու թող լինի ինչ լինում է։ Հիմա ես չեմ կարողանում իրանց այդ բաները անձնական, դուք հիմա ինչ որ դրվակ հիշեցիք, ես կարծում եմ այլ պատգամավոր հետ կապած, բայց այդ անգամ իմ հետ կապած, որովհետեւ բան չունեմ։ Դա ցույց է տալիս տվյալ այդ պաշտոնյայի մակարդակ ասեմ, արժեհամակարգ ասեմ։ Հիմա ինձ չի կպնում, ինքը ինձ չի կարող էլի որևէ ձև բան անել, իջեցնել այնտեղ, որտեղ ինքն է ամեն մեկը իր բանի համար է պատասխանատու, եթե մենք ունենք դա ողբերգություն, որ ունենք այն ղեկավար կազմը արժեն, որ ունենք, ու այն ղեկավար կազմը երկրում, որ ունենք։ Իսկ ընդդիմադիր պատգամավոր լինելը Հայաստանում ինչ է նշանակում իրականում։ Ես շուտ կարող եմ այդ հարցին պատասխանել 35 տարիների համար, որովհետև տարբեր բաներ եմ լսում իմ ավագ գործընկերներից, լսում եմ, որ երբեք այսպիսի մթնոլորտ չի եղել են շատ սուր հարցադրումներ, շատ տարբեր ճամբարներում, բայց այս սա չի եղել, այս կարմիր գծերի տոտալ բացակայությունը, իսկ հիմա նշանակում է, որ դու քո վրա ես կրում իշխանական ամբողջ թիրախավորման հետևանքները, բայց նաև նշանակում է, որ դու ստանում ես աջակցությունը հանրության այն հատվածից, որը ասում է, որ քո խոսքերի մեջ տեսնում են, ինչ ինքը կուզենար ասել։ Այսինքն դժվար պատվաբեր աշխատանք եթե կուզենք առաքելություն, ինձ համար գոնե այդպես եմ նայում, որ նաև կարողանաս ուժ գտնել շարունակելու։ Դուք նաև ՀՅԴ-ն եք ներկայացնում, Տիկին Վարդանյան, որին անդադար ԿՊԱ-ականները թիրախավորում են, հա, գաղափարախոսությունից սկսած, պատմությունից սկսած, անդադար խոսում են, ներկայացնում են, որ ՀՅԴ-ն այսպես է, գաղափարախոսությունը այսպեսին է եւ այլն, ու անդադար թիրախավորում են։ Հիմա դրան համարժեք պատասխան տալիս է ՀՅԴ-ն։ Մենք չենք կարող ատելությանը այդ կարգի մաղձին համարժեք պատասխան տալ, որ ես շատ էլ ուզենամ, չեմ կարող նենց ոնց Ռուբինյանը ատում ՀՅԴ-ին որևէ բան ատել, չեմ կարող, դա կամ կարողանում ես կամ չես կարողանում, ես ուրիշ բան կարող եմ ասել, 130 կողմից ունեք 135 տարվա հույդա, իր պատմությամբ, իր ձեռքբերումներով ու իր կորուստներով ու այդ ամեն ինչից դաս քաղած այս հույդա սերունդով այդ ամեն ինչը վերլուծած։ Մյուս կողմից տեսեք ինչ ունեք, ովքեր են թիրախավորում հույդային, ու ինձ թվում է շատ ավելի պարզ կլիներ այդ ջրբաժանը որտեղով անցնում։ Շատ հետաքրքիր է ոնց են ՔՊ-ի թիրախները եկեղեցուց մինչև դաշնակցություն լրիվ իդենտիկ ադրբեջանական թիրախներին։ Ես այդ ատելությամբ չեմ կարողանա պատասխանել, փաստերով կարող եմ պատասխանել ու փորձում ենք առնվազն, բայց մյուս կողմից էլ այդ դիլեման կա։ Հիմա իսկապես դա դիտման բնանում, որ Աժամբյոնը վերածվի դաշնակցության պատմության քննարկման, որքան դա ինձ հաճելի կարա լինի, բայց այն ինչ որ հիմա իրանք են անում, դա մնա լուսանցքից դուրս։ Այսինքն լավ, եկեք գնանք քննարկենք Առաջին հանրապետությունը, անվերջ կարող ենք քննարկել, բայց ինչ կար միջև դաշնակցության կողմից այդ առաջին հանրապետությունը ստեղծել, Հայաստան կար թե չկար։ Հիմա կարող եք քննարկել ավելի մեծ կարող է լինել, կարող էր ավելի լավը լինել, լավ, բայց դրանից առաջ շուտ բան կար, թե դաշնակցության շնորհիվ եղավ այդ անգամ փոքր բանը, որի հիման վրա մենք ունենք երրորդ հանրապետություն։ Դրա համար կարծում եմ, որ թիրախավորումներն էլ ինչ որ բանի մասին խոսում են նա մասին, որ մենք իրենց հակապատկերն ենք
ամեն ինչում, եւ արարքների, եւ արժեհամակարգի, եւ գաղափարախոսության, ու դա ված բան չի ասում դաշնակցության մասին։ ՔՊ-ի հակապատկեր լինելը մեր համար նշանակում է, որ դու հայկական շահերի կողքին ես, որտեվ ԿՊ-ն այդ շահերի հակառակ կողմում է, երկրի հակառակ կողմում է։ Երկար խոսվեց նաև դաշնակցության մասին, որ 004 գաղտնի փաստաթուղթ կա, շրջանառվում է եւ այլն։ Ռուբինյանն ուզում էր տեսնել, կարծեմ խոստացակ չէ ցույց տալ։ Երբևէ չեկավ։ Եվ չեկավ։ Շատ էր ուզում տեսնել, բայց չեկավ։ Բավարարված Սիվիկի Հայաստանի դեմ է գործում, առաջարկ եղավ ու չեկավ, այսինքն կարող ենք արձանագրել, դուք պատրաստ եք ցույց տալ Ռուբեն Ռուբինյանը։ Արսիկ Մինասյանը հրապարակային ասել է, Ռուբեն Ռուբինյանը չի եկել, դրա մասին իրեն հիշեցնում ենք, իսկ այն բանը, որ Դաշնակցությունը գաղտնի ժողովներում փորձում է Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնել միութենական պետության միացնել, չէ, Դաշնակցությունը դա է քննարկում, ինչի է գրած ազատ անկախ միացյալ Հայաստան Դաշնակցության կարգախոս։ Ի վերջո, ինչ են ուզում ասել, որ Դաշնակցությունը ԿԳԲ-ի գործակալ է, չէ, աշխարհի միակ երկիրը, որտեղ կա հայկական սփյուռք, ու հիմա ամենամեծ սփյուռքը, ու Դաշնակցությունը չունի կառույց, Ռուսաստանն է, հասկանում եք։ Այդ կայսրությունը 70 տարի մեր դեմ պայքարել է։ Իրենք այն կայսրությունը, այսինքն որ պայքարել է Դաշնակցության դեմ 70 տարի ամենավատ մեթոդներով, իրենք ինչքան ուզանան այդ մեթոդներին չեն կարողանա հասնել, որտեղ հիմա Դաշնակցությունը սահմանափակված էր գործունեությամբ, կառույց չի կարող ունենալ։ Ուզում են բանանել, որ Դաշնակցությունը կապել, որովհետև իրենց տեսակետից դա ինչ որ դիվիդենդներ է իրենց բերում։ Ընդհանրապես նկատել եք, իրենցով հակառակորդ է կամ շպիոն է դառնում, կամ հանցագործ է դառնում, կամ ինչ որ բան է դառնում, բայց կարծում եմ այս աշխատում է ինչ որ բա, օրինակ մի բա աշխատեց գուցե դա, որտեղ այդ առաջի ամենաբանսատերից մեկն է, բայց դու երբ որ պարզվեց սրբազանի ձայնագրությունն են կեղծել, ընդհանրապես ինչ կարող է կեղծում են, մարդկանց համար հիմա եկեք հարցնենք ով է բանանում հավատում, որ ԿՊ-ի հրապարակած այդ փաստաթուղթի Դաշնակցության շրջաբերական է։ Նաև իշխանությունները հաճախ ընդդիմությանը մեղադրում են պատերազմի լեզվով խոսելու մեջ, ասում են, որ դուք ընդդիմությունը այդ ուղղությունն է գնում։ Հիմա սա վտանգավոր խոսույթ է, ձեզ ինչ են հիմա էլ այս շրջաբերականը իրենք պատտասնում, հա, դեպի ընդդիմության դեմ, որովհետև ասում են դուք ոչ թե խաղաղության մասին եք խոսում, ընդդիմությունը ընդհանրապես, այլ պատերազմի լեզվով է խոսում։ Այս խոսույթը որտեղից իրենք։ Դա Օրվելի գիտեք, չէ՞, որ խաղաղությունը պատերազմը խաղաղություն է։ Ձոր հայրենիների աշխարհում, Օրվելյան աշխարհում, որ նրանց ձևակերպում կա, հիմա եթե մեկը կա որ խաղաղությունից է խոսում, ընդդիմությունն է։ Այո։ Եթե խաղաղությունից, այսինքն կա իրատեսական որևէ հնարավորություն խաղաղություն ունենալու, դա այն առաջարկն է, որ ընդդիմությունն է ներկայացնում։ Իսկ ԿՊ-ի այդ խոսույթը ինչ մեզ բերեց։ Ամենաշատ պատերազմները, ամենաշատ զոհերը, ամենաշատ հարձակումները։ Հիմա լավ, եկեք որն է կարևոր, ով ավելի շատ օգտագործում խաղաղություն բառը, թե ով ավելի շատ պատերազմ բերում Հայաստանի վրա։ Ես այդ չեմ, այսինքն իրականությունը ո՞րն է։ Լավ մեզ են մեղադրում Դաշնակցություն, ասենք երկրորդ նախագահ։ Այդ կոալիցիան կառավարման ժամանակ 10 տարի Հայաստանի վրա հարձակում չի եղել։ Բայց դա է մեզ պետք, թե մեզ պետք է որ ասենք երկրորդ նախագահը օրը 26-ից ստատուս գրի խաղաղություն։ Մենք պետք է մեզ ինքնիշխան լինենք, թե ինքնիշխանության մասին խոսենք։ Էս է հարցը։ Եթե հնարավոր է խաղաղություն, դա հնարավոր է ոչ Նիկոլ Փաշինյանով։ Նիկոլ Փաշինյանի խոսույթն է, ոչ միայն խոսույթ, հիմա արդեն ուր ենք ասել, խոսույթից վերլուծելու բան չունենք, ասում է Ադրբեջանը հարձակվելու է, եթե ես չլինեմ իշխանություն։ Այսինքն ցմահ պիտի Նիկոլ Փաշինյանը լինի։ Իսկ ո՞ր հայտարարությունն է մեր վրա պատերազմ բերում, կարող է հայտարարություն, որ մեր վերահսկողության տակ ադրբեջանական հողեր կան։ Իսկ ընդդիմությունից տենց հայտարարություն երբևէ արել է։ Իսկ որ հայտարարություն թույլ տվեց, որ Արցախում էթնիկ զտում լինի, կարող է, որ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում։ Իսկ Դաշնակցության համար ինչքան գայթակղիչ էր ասել, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Ինչքան դա ցանկալի եւ գայթակղիչ էր։ Երևի եթե Հայաստանում մի օր ասեին մինչեւ 20 թվականը, որ որևէ քաղաքական գործիչ այսպիսի հայտարարություն անելու որ կուսակցությունից է, կասեին հաստատ Դաշնակցական չէ, բայց ինչի՞ չի արվել։ Որովհետև հասկացել ենք հետևանքները ու հասկացել ենք, որ պաշտոնական հայտարարությունը հառետաբարությունը պիտի համապատասխանի իրականությանը ու չվտանգի իրականությունը ամենակարևորը։ Ուզում ասել, եթե պատերազմը բերող հայտարարություններ կա, այդ արել է ԿՊ-ն։ Եթե ապագայի պատերազմների առիթ տվող կա, հիմա անում է դա ԿՊ-ն։ Ու նայեք մնացած ուժերը, ովքեր եթե մանավանդ իշխանության եղել են, իրենց օրենք ինչ է եղել։ Ու այդ հարցի պատասխանը ստացվեք։ Ի վերջո Այս ԿՊ-ն ցույց է տվել, որ այն ինչ որ ինքը առաջարկում է, դրանով մեր վրա մնաց հարձակումներն ու պատերազմներն են լինում։ Դրա համար եթե կա խաղաղության ուժ, այդ մենք ենք, ԿՊ-ն չի։ Շատ էլ իրանք իրանց տենց են դիրքավորում։ Ի վերջո այս ուժը ձեզ բոլոր տեղերում խփել է։ Բարձր չէ որ ստեղել է խփում։ 21-ին ձեզ ինչ էր խոստանում։
խաղաղություն չէր խոստանում, ինչ եղավ դրանից հետո։ Տիկին Վարդանյան, իսկ որքանով եք արդյունավետ գնահատում ընդդիմադիրների աշխատանքը խորհրդարանում, անկեղծանանք էլի 5 բալանոց թեկոս անկեղծանանք։ Ես մենակ խորհրդարանում չէ, ընդհանրապես, եթե իրավիճակ չի փոխվել Հայաստանում, արդյունավետ ես չեմ կարող գնահատել։ Լավ էլ չեմ կարողանա գնահատել։ Դաշնակցության մեջ գիտեք, չէ, գերազանց բան գնահատական չկա, ամեն ժողով բան անում, գնահատում է նախընթաց շրջանը ու կա բավարար ու անբավարար։ Չկա լավ գերազանց շեֆ բան, տենց բաներ չունենք։ Հիմա այստեղ բավարարել չի, որտեղ բավարարի համար պետքա փոփոխություն լինի։ Դրա համար միջև այդ փոփոխությունը ինքնահրկիզում է լինի, ինչ լինի, անբավարար է։ Ուրեմն չես արել բավարարը, անհրաժեշտը, որպեսզի լինի փոփոխություն։ Այդ առումով իլյուզիա չկա, ոչ խորհրդանում, ոչ խորհրդանից դուրս։ Բայց արդյոք խորհրդարանում չլինելը կօգներ, որ բավարար լինի, չէ՞։ Այդտեղ է միակ հարցը։ Թե չէ ես ոչ բավարարված եմ, ոչ գոհ եմ, ինձնից սկսած մեր բոլորի աշխատանքից, որովհետև իրավիճակը չի փոխվել։ Իշխանությունը ինչու պետք է վախենա ընդդիմությունից, կա դրա թեզը օրինակ։ Վախենալ ասելով ինչ նկատի ունենք։ Օրինակ, չգիտեմ, ինչ որ գործողություններ եք անում, պլաններ ունեք, օրինակ անդադար իրանք կենտրոնացել են վերջերս ուժեղ Հայաստան, զգացվում է, որ ինչ որ վախի մթնոլորտ կա իշխանության մոտ։ Ինչ որ բան կա, որ խորհրդարանական ընդդիմությունից պետք է վախենա։ Իսկ բաշխում է տեղի ունեցել քարորիայից դուրս կենտրոնան մնալ ուժի վրա, քարորիայի ընթացքում խորհրդարանում գտնվող ուժերի վրա։ Ի վերջո մի հատ նայեք, էլի իրոք այդ թիրախավորմանը կարող ուժերը չեն բավականացնում բոլորին միանգամից այդպես թիրախավորել, բայց թիրախավորման կենտրոններից ենք եղել, կենտրոնում էլ մնացել ենք, ուզում եմ ասել, թե չենք անհանգստացնում իրանց, հիմա պատգամավոր ունենք կալանքի տակ է, տնային կալանքի տակ է, հետապնդվում են, չգիտեմ, քանիսն են արդեն շնչգործերով անցնում։ Ուզում ասեմ, եթե վտանգ չես ներկայացնում, եթե որևէ խնդիր չես ստեղծում, ինչի է այդ ամեն ինչը քո նկատմամբ կիրառվում, ինչի է ամեն երկրորդ թեզը, որ մեկ ասում են չեն կանցնելու խորհրդարան, մեկ ասում են գալու են Գյումրի 2-ան են։ Հիմա իրար հակասող այսպես թեզերով էլ բարենանում ու օրը 24 ժամ, 10 անգամ։ Ոնց որ սեփական ժողովրդին կամ ինչի են սպառնում, որ իշխանությունը փոխվելու ու պատերազմ լինելու, ծայրահեղ քայլը, չէ։ Իսկ վախենալ ես մի քիչ այլ կերպ բան ունեմ։ Այս ընթացքում միշտ չէ, բայց հաջողվել է ոչ թե ընդդիմությունը այնքան վախենալու է եղել, այլ այն կետերում, որտեղ կարողացել ես դու հանրային ճիշտ տրամադրություն գեներացնել ու հանրային արձագանք այնքան մեծ է եղել, որ իշխանությունը սպառնալիք է հասկացել իր համար, այդտեղ ինքը նահանջել է տարբեր տեղեր կլինի արտաքին քաղաքական զսպվածություն հայտարարության մեջ ինչի է հիմա ասենց ամբռնազբոս իր հայտարարություն այսքան կարող է որ փողոցային պայքար չկա իսկ փողոցային պայքարի ժամանակ այսքան ամբռնազբոս չէին նույն կլինի կալանքի բան փոխել տարբեր ու նկատում տարբեր դրվագներ ինքը ուզում է իշխանությունը պահի իր համար դա գերագույն նպատակ է այնտեղ որտեղ վտանգ է զգում իսկ այդ վտանգը զգում է հանրային արձագանքից այսինքն որտեղ դու կարողացել ես հանրային արձագանքի վրա ազդեցություն ունենալ ձևավորել դա ճիշտ ձևակերպել այդտեղ ստացվել է այ հանրային արձագանքից է վախենում թե չէ ինտենսիվնից որպես ընդդիմադիր վախենում չէ բայց վախենում է քո ազդեցությունից գուշանում է քո ազդեցությունից ու ճիշտ է անում ընդդիմությունը պատրաստ է իշխանություն վերցնել օրինակ այսքան խոսում ենք ասում ենք պետք է փոխվի իսկապես կա ընդդիմություն որը պատրաստ է այսքան բեռ վերցնել ու առաջ գնալ այդ իշխանափոխությունը ինչի համար է ընտրություններին մասնակցում պլատֆորմ ես ներկայացնում վերջը այս պայքարը ինչի համար է եթե չես ուզում ունենալ այն լծակները որով կկարողանաս իրավիճակ փոխել որովհետև միշտ հեշտ է չէ նկատի իշխանության եւ ամեն ինչի դիմակայել կարող է ընդդիմություն չգիտեմ կդիմակայի թե չէ այդ ժամանակը պիտի ցույց տա բայց այս պայքարը ինչի համար է որ ձեռք բերես են լծակները որ թույլ կտա իրավիճակ փոխել այսինքն այս պայքարը իրավիճակ փոխելու համար է չէ իսկ դա հնարավոր է իշխանություն ունենալով իշխանությունը որպես միջոց։ Հիմա պատրաստ է թե չէ, առնվազն որ պատկերացնում եմ որ պատրաստ է այդ պատասխանատվությանը, հա, կան, բայց քիչ են, դուք ճիշտ եք ասում, որ այդպիսի ձևակերպում կա, չէ, որ նրանք ովքեր կարող են հրաժարվում են, որտեղ հասկանում են ինչ պատասխանատվություն է, նրանք ովքեր չեն կարող ձգտում են ու դրանով ապականում են նաև այդ միջավայրը, բայց հա կան մարդիկ, ովքեր եւ կարող են եւ պատրաստ են ու դա սարսափելի պատասխանատվություն է։ Ու անցնող տարիներին Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը այդ թվում նաև ընդդիմադիր են եղել, որ այդ պատասխանատվության պատրաստակամներն են ռադիկալ քիչ եղել, ոչ թե այնքան շատ են եղել, որ չեն կարողացել երբեմն հա մեկ էլ բեռ վերցնել ուսերին ինչը որ կա այս դրեցին այդ որտեղ պատասխանատվությունն է հսկայական իսկապես այս իրավիճակում որ հավակնում է իշխանության
Ես չգիտեմ մարդկանց ոնց բացատրեմ, որ դա ինչ որ երազանք չի կարող լինել, հեշտ չի կարող լինել։ Աջակորի կռիվ չի այս։ Հայ վերջը գալու ենք հասկանում ես, չէ՞ որ շատ վատ դիրքերից, շատ քաոսային իրավիճակում, ծայրեղ բևեռացված հասարակությունում պիտի գաս ու ակնկալիք են լինելու, որ շատ բան արագ իրավիճակ պիտի փոխվի։ Տիկին Վարդանյան, նաև այս խորհրդարանը կառանձնանա իր միջադեպերով կանանց վրա հաճախ է լինում հարձակումները։ Օրինակ Աննա Մկրտչյանը փորձեց ինչ-որ ակցիա իրականացնել, հեռացրեցին Թագուհի Թովմասյանը ազգային ժողովի ամբիոնի մոտ ակցիա իրականացրեց եւ այլն։ Այս միջադեպերը արձանագրելով, սա նպաստում է, որ հաջորդ խորհրդարանում այս ծեծը, չգիտեմ, այս կանանց նկատմամբ բռնությունը կշարունակվի։ Ինչ եք տեսնում, օրինակ, սա այս միջադեպերով ինչ կարող ենք արձանագրել։ Եթե միջադեպեր կհիշեք այսպեսի, կարող եք նաև դուք ասել։ Լրագրողների նկատմամբ Անի Գևորգյանին է հիշեցի, տարբեր թիմա չեմ ուզում այնպես լինի, որ որևէ դեպք բաց թողեցինք ուղակի, ոչ եմ հիշում, բայց բազմաթիվ դες բարբերաբար են եղել։ Տեսեք, ես գիտեմ մեր ժողովուրդը ոնց է անցալում այս միջադեպերը, ինչքան վատ, իսկապես եւ ինչքան տհաճ է կողքից նայել, որ այն մարդիկ, ովքեր քո հարկերի հաշվին աշխատավարձ են ստանում, չգիտեմ, իրար են հայոյում, ծեծը քննարկում չկա, ինչ որ ՊՊՑ-ն գալիս է, տանում է, եւ հաճախ չեն խորանում ու երկուստեք հավասարապես մեղադրում են։ Ես այստեղ միանակ մի բան եմ, պատճառը ո՞րն է։ Շատ ավելի սուր նաեւ խոսք հնչել է նախորդ իշխանությունների օրոք, բայց որտեղ ենք մենք sense պատկեր ունեցել։ Որտեղ ՊՊՑ-ը երբ է մտել ազգային ժողովի նիստերի դահլիճ, լրագրողները երբ են քարշ տվել, պատգամավորների նկատմամբ ձեռքերը ոլորել ամբիոնի մոտ ստանել, դուք կանաց նկատմամբ բանարեցիք, բայց հիմա խոսում եմ ու հիշում եմ Գեգամ Մանուկյանին, որ խոսքի համար ուղղակի, հա, այսինքն այս պիտի հասկանանք, չէ՞ ով է մեղավոր այս իրավիճակի։ Այսինքն կա մի ուժ, ով ունի հիմա ավելի շատ իշխանություն, քան կարող են երազել ինքը, գիտեք ոնց է տպավորություն խաղալիք է, էլի ՊՊՑ-ն, մտի ՊՊՑ, ես ներս հրավիրում եմ ներս, տանել, բռնել, բան անել։ Հիմա եթե ուզում ենք սա չլինի, պիտի սենց իշխանություն չլինի, պիտի տեսած իշխանություն լինի, հասկանում եք, որի համար դա խաղալիք չի ՊՊՑ-ն, որի համար ամոթ է, որ բան անեն, ինքը նախագահություն լինի, չկարողանա իրավիճակը բան անել, կնոջը գա բանանի տանի, ամոթ է, որ կամ կարողանում է ինքնատիրապետի ու միջադեպերի բան չդառնա, ոչ թե այնքան բան անում, որ պիտի գան բաժանեն ու ինքն էլ տենց հրամայի տարեք սրանց տեղից։ Այսինքն, եթե չենք ուզում այս պատկերը լինի, այս մարդիկ պիտի չլինեն որոշում կայացնողներ։ Իրենք պիտի այն բանը սկզբից փոքրամասնություն հետ ընդհանրապես չլինեն, որ այս վիճակը չլինի։ Ես որևէ այլ իշխող ուժի պարագայում կլինի հիմա անդիմադիր շատ բազմազանա չեն դիմադիր։ Դաշտը բոլորի հետ չի որ ամեն ինչում համաձայնենք։ Բայց չեմ պատկերացնում, որ այսպեսի վիճակ կլինի։ Ու եթե հանկարծ մեզ լսողները կմտածեն դե խորհրդանումը իրանց են արդարացնում, դա խորհրդանը ասենք իրար արժանի են օրինակ շատ ծայրահեղացնում։ Բա Երևանի ավականիում ինչ է այդ նույն վիճակը։ Որտեղ ԿՊ-ն իշխանությունը ինչ է այս նույն վիճակը։ Կարող է դեպքում ակունքը այս պատճառը, այս ամենի այդ մարդիկ են, որոնք առաջին մեծ բան իրենց կյանքում այս պաշտոններն որ ունեն։ Տեսել եք ոնց են խոսում այդ մարդիկ։ Տեսել եք իրենց ոնց են պահում։ Էսա չէ հարցը։ Նաև երբ որ դու չունես ոչինչ բացի իշխանությունից, կորցնելու ոչինչ էլ չունես, ամենաթանկ բանը է դա, լինում է էս։ Իսկ առաջ, այսինքն անցյալում որքան էլ սուր դիպված են եղել, այսպեսի հիշեցնող sense որևէ բան չի եղել։ Դա համար չէ, պիտի չշարունակվի ու ձևը այնա չշարունակվելու, որ այս ուժը չլինի իշխող ուժ։ Տիկին Վարդանյան, քաղաքական ամենածանր հարվածը ո՞րն է եղել ձեզ համար, կհիշեք, որ տպավորվել է նաև։ Չեմ հիշի ամենածանրը, այդպես, որովհետև կարող է շատ փորձում եմ չկենտրոնանալ, ես փորձում եմ այս բանը չանձնավորել, այսինքն ու ինչքան անձին իմ վրա հասցրեց, ոնց ինչ իմ էմոցիաների վրա կարող սխալ եմ անում, չգիտեմ, բայց չեմ կենտրոնանում, որ ես պատասխանը իմ էմոցիաների վրա ոնց ազդեց իմ վրա, որովհետև գուցե եթե այդքան խորանամ, շատ այնտեղ կգնամ, որտեղ պետք չի, դրա համար ոչ թե չեն եղել ծանր հարվածներ, բայց այնց առանձնապես որ այնց այս մեկը առանձնացնեմ, չէ, որտեղ չեմ անցալում այդպես, բայց բնականաբար այս մտնոլորտ ու այս թիրախավորման արշավները, այսինքն օրինակ 18-ից մենք սկսեցինք, այդ ժամանակվանից այս ֆերքային գրողները օրինակ ստանդարտ սովորական բան են։ Հիմա ընտրությունների նախաշեմին ես կարող ասեմ, որ այդ բյուջեն ավելացվել է այդ ոլորտին տվող, որովհետև այտենց
դոզան Այս ավելացել է։ կոշտ քննադատությունից, անընդհատ թիրախավորվելուց գալիս է պահ, որ մտածում եք, որ Ես գիտեմ, որ չկա աշխատանք, որ այդ ամեն ինչը չկա, հանրայինում ավելի դրան միանում է հանրությունը, չէ՞ մենակ, եթե մենակ դա լիներ, բնականաբար հոգնելը հեշտ կլիներ, բայց կա նաև աջակցություն, արտահայտված, չարտահայտված, կա մարդկանց ակնկալիքներ ու կա ամենակարևորը պատասխանատվություն։ Իմ համար հոգնել, ասել հոգնել եմ ես պայքարից նախ չեմ ընկալում դա, որովհետև որ ասում ես այն արժեքները, որոնք նշում ես, որի համար է պայքարը, ես չեմ հասկանում դրանից հոգնելը։ Նույնն է ոնց որ կյանքից հոգնելը, եւ երկրորդը ես սա անցալում եմ որպես էս քո խրամատն է։ տանը երբ մենակ եք չեք մտածում դրա մասին, որ արժեր այսքան գնալ, արժեր այսքան թիրախավորվել, երբ որ ես համոզում եմ, որ դա ինձ համար եմ անում, իմ ընտանիքի համար եմ անում, իմ սիրելիների համար եմ անում, ես ընկալում չունեմ, որ դա անում եմ ինչ-որ երրորդ մեկի համար եւ ակնկալում եմ դրա համար շնորհակալություն եւ սա ինքնազոհաբերություն է։ Ես խորապես համոզված եմ, որ սա, ասեմ ու հետո բացատրեմ, անձնական նաև պայքար է, որովհետև այս իրավիճակը փոխել է մեր բոլորի անձնական կյանքերը, սպառնալիք է մեր բոլորի անձերին ու այն մարդկանց, ում մենք սիրում ենք։ Դրա համար իմ համար սա շատ անձնական է, եթե կուզեք այդպես, ու ես սա չեմ անում որպես մի բան, որը շնորհակալություն ա կամ երրորդ մարդու համար եմ անում սա իմ համար, իմ սիրելիների համար, այն ամենի համար ինձ համար թանկ է, դրա համար պայքար է։ Ես գուցե դրա համար չեմ կարողանում այդպես նաստրոյկաները, սեթինգները տվել եւ չեմ կարողանում հասկանալ դրանից հոգնելը, որովհետեւ այսինքն ոնց որ քո կյանքի համար պայքարից ոնց կարաս հոգնես։ Իմ մոտ դա չկա այդ հասկացությունը։ Մտածում եմ հաճախ, որ ինչ կարելի անել, որ ավելի արդյունավետ լինի։ Այդ մտածում եմ նաև որտեղից էներգիա ստանալ, որտեղ ֆիզիկական հոգնածություն լինում է, որտեղից եք ստանում այդ էներգիան, մարդկանցից ու քննարկումներից։ Միշտ իմ էներգիա աղբյուրը մարդիկ են։ Ես պիտի մարդկանց հետ շփվեմ, մտքեր փոխանակեմ ու տեղից մտքեր ստանամ ու էներգիա ոգեշնչվեմ, զայրանամ։ Փողոցում կանգնեք, զրուցեք ինչ-որ մարդկանց։ Փորձում եմ հնարավորինս, ես այսպես կասակում եմ, որ երբեմն տաքսի եմ նստում, որ ուղղակի մարդկանց հետ խոսեմ, ու տաքսին թույլ է տալիս մի հոգու հետ ինչ-որ տևական ժամանակ խոսել, մեկ բան է անում, հանրային տրանսպորտել է այդպես բան անում, այս վերջերս դա այդքան չէ, բայց հայ իմ համար կարևոր է խոսելը, նաև այդ վախը կա իրականությունից չկտրվելու։ Իսկ քաղաքականությունը ձեզանից ինչ է տարել որպես կնոջ, աղջկա։ Գարուններ։ Հիմա նայում եմ ես շատ լավ եղանակիներին ու գարուններին ու հիշում եմ, որ 8-րդ գարունը ես շատ եմ սիրում ծիրաներից աղկել է։ Ու չեմ կարողանում ոչ մի տուննել ունենք այդ ծառերը, բայց այդ շրջանը վայելել ժամանակ ամենալավ տարիները, որ դու կենտրոնացրել ես ինչ որ բանի դեմ պայքար, բայց որ անհրաժեշտություն է, որտեղ հասկանաս, որ առանց դրա չլինելու մնացած տարիների վայել քաճիկ, ուզում եմ ասել, տենց չեմ ուզում շատ բողոքել ինչ է տարել, բայց մեկ բան ես անում, որ նախանձով լավ ժամանակը կարելի է դուրս գալ, ժամանակը ծախսել դրսում, քայլել, ուղղակի այգիներով։ Դա պետք է փորձես դա էլ համադրել, մեկ բան ես անում, հանկարծ մտածում ես, որ ուղղակի չափսոս ես հետո էլի, այդ վախը կա։ Կբաց թողելով։ Որտեվ իսկ քաղաքական Քրիստինե Վարդանյանը շատ է տարբերվում ուղղակի Քրիստինեին։ Չկա տարբերություն։ Ես չունեմ, ես անձի երկություն բան չունեմ։ Իմ համար չկա այտենց հիմա քաղաքական ես, հիմա ոչ քաղաքական ես։ Նույնն է։ Հանրությունը նույն ձև է ձեզ ճանաչում։ Տարբերություն չկա, ասենք հանրային միջավայրում այլ եք, քաղաքական ազգային ժողովի ամբիոնում այլ Քրիստինե Վարդանյանն է։ Ավելի մեղմ եմ հաստատ։ Հանրությունը վստահ եմ, որ հիմա հարցնեք, կասեն ագրեսիվ, չգիտեմ, տենց մեկ ելույթներ կա, որ սենց թերթելուց բանը աչքով ընկնում, ասես ես եմ, այդ ձայնով չեմ խոսում, միշտ չի որ գոռում եմ, ագրեսիվ չեմ կյանքում, բայց սկզբունքների, այսինքն չկա իմ համար օրինակ, որ հիմա քաղաքականությունից չենք խոսում։ Իմ համար ամեն ինչ քաղաքական է, ես նույն ձևով արտահայտում եմ ինչ որ իրավիճակների մասին, ոնց որ կարտահայտվի հանրային նույն ձև, ոչ հանրային, գրեթե Երբ եք լացել։ Շատ ինձ նենց բաներ կարան հուզեն, ես կարող ֆիլմ նայելուց լացեմ, գիրք կարդալուց, ինձ հիմա դուրս գա մի պատմություն, որը անկեղծությունը ուղղակի կարա հուզի, տենց բան, տենց հիմա ձեր ելույթներով շատ հիմա որ ինձ մի բան ասեք, տենց անձնական մի հատ շատ բան պատմություն, որ ինձ կպնի, հիմա աչքերս կլցվեն, այդ բան չի։ Մի հատ պատմություն պատմեք արցախցիների մասին, ոնց են հաղթահարում այս դժվարությունները։ Ուզում եմ ասում իմ դեպքում շատ հեշտ բան է։ Իսկ քաղաքականությունից կտրվել լինում են։ Ունեք տարբերակ։ Չէ։ Չկա։ Չի լինում։ Օրինակ ինչ որ տեղ գնալ։ Չի ստացվում։ Տագնապի զգացողություն է առաջանում։ Դուք ձեզ երջանիկ մարդ համարում եք Տիկին Վարդանյան։ Դժբախտ չեմ համարում։ Երևի երջանկությունը դժբախտության բացակայությունն է։
Ինչ երազանք ունեք օրինակ քաղաքականությունից դուրս։ Իմ համար չկան քաղաքական ոչ քաղաքական երազանքներ, քաղաքականությունից դուրս։ Ես երազում եմ իմ պատկերացած Հայաստանի մասին, որովհետև դա իմ համար նաև անձնական երջանիկ է, որտեղ ես տեղ կարամ երջանիկ լինեմ։ Իմ համար այնքան փոխկապակցված է, դա շատ անձնական երազանք է, ասում համամարտկային բան ասեմ, մեծ բան ասեմ, բայց ես մենակ տենց եմ պատկերացնում անձնական երջանկությունը, այդ մեծի մեջ անհատական երջանկությունը, դրա համար անկեղծ եմ ասում երազանքը, եթե շատ անկեղծ բան ասում, վերջի ծննդի մոմեր փչելու վերջի տարիների երազանքը իրավիճակը փոփոխելու հետ է կապված եղել, այսինքն իրավիճակը փոփոխել, որ դու կարողանաս լինել երջանիկ, ավելի երջանիկ, դա է Հայաստան, ուրիշ Հայաստան։ Իսկ եթե մեկ նախադասությամբ ասեք, ինչի համար եք պայքարում կամ հայկական Հայաստանի։ Կա ինչ-որ հարց, որը ես ձեզ համար չհնչեցրեցի, կուզեիք, որ հնչեք պատասխանեիք։ Չէ, ինչ հնչեցրել եք, ուրեմն դա եք նպատակ արմարամարել։ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, փորձեցի նաև հանրությանը բացահայտելով եք Քրիստինե Վարդանյան եւ մի քանի բլիթ հարցեր ունեմ, որը կխնդրեմ ավելի արագ պատասխանել։ Եկեք փորձենք։ Իշխանություն թե սկզբունք։ Սկզբունք։ Խորհրդարան թե փողոց։ Նույնն է։ Խորհրդարան թե փողոց պայքար, որտեղ լինի։ Հաջորդ հարցս բանավեճ թե պայքար։ Պայքար, միշտ պայքար։ Դաշնակցություն թե լայն ընդդիմադիր միավորում։ Դաշնակցությունը միջոց է, եթե լայն դիմադիր միավորումը կարող է իրավիճակ փոխի, լայն դիմադիր միավորում։ Ընտրություն թե փոփոխություն փողոցով։ Որով կլինի, չեն հակասում իրար։ Կոշտ խոսույթ թե սառը հաշվարկ։ Ինչը արդյունավետ է։ Հույսը ում վրա է, ժողովրդի թե քաղաքական էլիտաների։ Միշտ էլիտան է պատասխանատուն։ Ամենավտանգավորն այսօր Բայց ժողովրդի առանց ժողովրդի ուժ չունի էլիտան։ Ամենավտանգավորն այսօր թուլությունը թե ստախոսությունը։ Անտարբերությունը։ Ավելի շատ առաջնորդում եք սրտով թե գլխով։ Երկուսի միավորմամբ։ Զայրույթը ներսում եք պահում թե արտահայտում։ Ավելի շատ ներսում եմ պահում։ Սուրճ թե թեյ։ Սուրճի։ Գիրք թե ֆիլմ։ Գիրք։ Վաղ արթնանալ թե ուշ քնել։ Հիմա երկուսն է լինում։ Երկուսն կա։ Երկուսն է առաջ ավելի ուշ քնել, հիմա փորձել ավելի վաղ արթնանալ։ Արագ եք նեղանում։ Նայած ումից։ Հաճախ եք լռում, բայց ուզում եք խոսել։ Հա։ Մեկ բառով բնութագրեք այս իշխանությանը։ Հակահայ։ Մեկ բառով ընդդիմությանը։ Փորձող։ Մեկ բառով հասարակությանը։ Կորսված։ Մեկ բառով Հայաստանը։ Հնարավորություններ ունեցող։ Սխալվելու իրավունք ունի քաղաքական գործիչը։ Մարդ է։ Անկեղծություն թե դիվանագիտություն։ Նայած որտեղ ընկերների հետ անկեղծ, մնացած հարաբերությունում դիվանագետ։ Եվ վերջին հարցս, այս պահին հույս թե զայրույթ։ Հույս։ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք մենք։ Ինչ հանդիպում։ Արմլու լրատվականի սիրելի հետևորդներ, մենք զրուցում էինք Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ, մենք դեռ կհանդիպենք։